Բարեցես, սիրելի հայրենակիցներ, հերթական հնարավորությունն է իրար հետ շփվելու։ Ինչպես գիտեք, այս ուղիղ եթերների նպատակը առաջիկա ազգային ժողովի ընտրություններին ստեղծված բացառիկ հնարավորությունն է մեր նման ուժին հայտնվելու ազգային ժողովում, այսինքն իշխանության մաս կազմելուն։ Բոլորս հասկանում ենք, թե ինչքան կարևոր է բևերի նման ուժի իշխանության մաս կազմելու հանգամանքը, որտեղ բոլորս գիտակցում ենք առաջիկա ամիսները, տարիները, աշխարհը ինչպիսի խառնակ վիճակում է լինելու եւ ինչքան կարևոր թեր կարող ենք մենք ունենալ այդտեղ հայտնվելով։ Եկեք ոչ մի չանք չխնայենք, այո, ոչ մի չանք չխնայենք այդ նպատակին հասնելու համար։ Ես կփորձեմ ամեն օր առաջնահերթ անելիքներից մեկ-երկու կետ բարձրացնել այստեղ։ Այսօր կառանձնացնեի երկուսը։ Ուրեմն առաջինը ըստ առաջնահերթության, ինչպես օժանդակենք այս փուլին, այս գործընթացին, խոսքը այս դեպքում վերաբերում է ամենօրյա մեր իրազեկման աշխատանքներին եւ գետնի վրա եւ վիրտուալ հարթությունում։ Գետնի վրա, ինչպես նկատել եք, արդեն գոյություն ունեն փոքրիկ խմբեր, ամեն օր առնվազն մի քանի վայրերից մի քանի ժամ շփում տեղի ունենում մեր ժողովրդի հետ, նաև դրանով առաջնահերթորեն իրազեկում ենք, որ մենք մասնակցում ենք, մենք այս միտքը շատ ենք կարևորում, որ մեր ժողովուրդը պետք է իմանա, որ բևերը մասնակցում են ընտրություններին։ Ուրեմն ինչպես կարող ենք օժանդակել այս ընթացքին, պարզ է, որ ֆիզիկապես առաջնահերթորեն ֆիզիկապես ներգրավելով այդ ամեն ինչի մեջ, մենք առաջիկա օրերին մենք մեր ակտիվի միջոցով ավելի գազմագերբվելու ենք այդ ամենին, այսինքն ավելի մասշտաբային է լինելու, քան այս օրերն է, սակայն ինչքան շատ նոր մարդիկ ներգրավեն այդ գետնի վրա իրազեկման աշխատանքին, այնքան լավ։ Ուստի խնդրեմ, ունեք անելիք, ովքեր կուզեն օգտակար դառնալ մեր ուժին, կարող են կապվել մեր հետ, այցելել մեր գրասենյակ եւ իրենց կոորդինատները թողելով արդեն սկսեն իրենք եւս ամեն օր կամ ինչ հաջողականությամբ ուզեն իրենց մասնակցությունը բերելու։ Դա նաեւ վերաբերում է մարզեր այցելելուն եւ Երևան եւ մարզեր այցելելուն է վերաբերում։ Ինչքան շատ լինի քանակը մարդկանց մասնակցության, մենք նաև կարող ենք խմբերի քանակը ավելացնել։ Այժմ առնվազն ունենք 4 խումբ, որոնք ամեն օր մոտավորապես 4 ուղղությամբ այդ աշխատանքը տանում են եւ Երևանում եւ մարզերում։ Երկրորդ իրազեկման մյուս աշխատանքը վերաբերում է վիրտուալ հարթությանը։ Այստեղ ես չեմ ուզում հիմա թվարկեմ ինչեր կարող եք անել սոցիալական ցանցերում, պետք լինի առաջիկայում մանրագրգիռ կարելի է անդրադառնալ, ինչեր կարելի անել, այսօր սահմանափակվեմ այս կանով, ասելով, որ շատ բան կարող եք անել, գիտեք ինչեր կարող եք անել, մեր խնդրանքն է, որ հնարավորինս ակտիվ լինեք, ինչու՞ չէ նաև իմ այս ուղիղ եթերի նաև գլխավոր նպատակներից մեկը օրինակ ծառայելն է, որ ամեն մի հայ մարդ, որը գիտակցում է, թե ինչքան կարևոր է բևերի հաջողությունը առաջիկա փուլի, այդ մարդիկ կարող են ամեն օր մի քանի րոպե օգտագործել նաև այս միջոցը, նկատի ունեմ ուղիղ եթերը, որ այնքան կարևոր է։ Եվ ամեն մարդ ինքը իր թիդանգունից թող հիմնավոր է բացատրե մեր ժողովրդին, թե ինչու պետք է բևերը հայտնվի ԱԲԿ ազգային ժողովում։ Երկրորդ առաջնահերթ գետը, որ առանձնացրել եմ, խոսքը վերաբերում է իրազեկման գովազդային բաստարներին, բոլորդ գիտեք Ուջարովի այդ բաստարները, վահանակները, որ արգա են տեղադրված հանրապետությունով մեկ, քները ինչքան բարձր են,
Այո, մենք այս օրերին մեր ժողովուրդը մեզ օգնում է ֆինանսապես եւ օգնելու է վստահ եմ առաջիկա օրերին, սակայն մենք հասկանում ենք ինչ չափերի մեջ է լինելու այդ օգնությունը եւ մտածում ենք մեր ունեցած ֆինանսական հնարավորության առուձի բաժինը օգտագործել սոցիալական ցանցերի գովազդների ուղղությամբ, որտեղ մենք այսօր հասկանում ենք, որ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը արդեն հեռախոսների մեջ է, ինչպես ասում են։ Անշուշտ, եթե բացառիկ նվիրաբերումներ լինեն, մենք եւս կօգտվենք այդ թանկ հաճույքներից, այսպես ասած, սակայն այժմ քանի ժամանակը գնում է, մենք ժամանակ չկորցնելու համար մեր խնդրանքն էր մեր աջակիցներից, ովքեր կուզեն օգտակար դառնալ այս հարցում, բաստարները մենք ինչ չափի որ դուք ուզենաք, մենք կարող ենք այդ բաստարները պատրաստել, խոսքը այստեղ վերաբերում է մարդիկ, որոնք ունեն սեփական շենքեր, սեփական դներ, պատշգամբներ, որտեղից աչքարու պատշգամբներ, որտեղից կարող են բաստարներ, տարբեր չափերի բաստարներ գախել, գպցնել, զետեղել, տարբեր չափերի։ Անշուշտ ինչքան մեծ, այդքան լավ, այստեղ շատ կարևոր է աչքարու դեղերի մասին է խոսքը։ Կան արդեն դեպքեր մեր աջակիցներից տարբեր վայրերից եւ Գյումրիից եւ Արդաշատից եւ տարբեր տեղից արդեն մեզ տեղեկացնում են, մենք համապատասխան չափերը տալիս են, մենք մեր պատրաստած պաստարը իրենց հասցնելու ենք եւ իրենք զետեղեն առաջիկա ժամանակներում այնքան կարևոր է այդ աշխատանքը։ Ինչպես տեսնում եք, այստեղ մեծ բան չկա, պարզապես համարձակ մարդիկ են պետք, որպեսզի իրենց սեփական տարածքը օգտագործեն ի օգուտ մեր քաղաքական ուժի։ Այսօր այդ երկու գեդերն է առանձնացրել որպես անելիք, իսկ մինչ ամփոփելս ունեմ երկու հայտարարություն անելու։ Առաջինը վերաբերում է նրան, որ այսօր երեկոյան Պետրոս Ղազարյանի հյուրը մեր ցուցակը առաջնորդող առաջի համարն է Գևորգ Կարապետյանը։ Ինչպես տեսնում եք, այս Պետրոս Ղազարյանի հյուր լինելու իր մոտ լինելու հանգամանքը կարևոր հանգամանք է այսօրերին եւ անշուշտ բոլորս հասկանում ենք, որ այդ հարցազրույցը եթե տեղի ունենա ինչքան մոտ ընդրություններին, այդքան ավելի արդյունավետ կլինի։ Բոլորս էլ գիտենք, որ մեր ժողովուրդը այժմ հերու ենք տակավին ընդրության օրերից, այժմ այդքան տակացած չեն, այդքան, այսպես ասած, մնդովի չեն սևերված հունիսի 7-ի ուղղությամբ, բայց վստահաբար վերջի շաբաթը եւ վերջի օրերին շատ ավելի մեծ ակտիվություն է լինելու ժողովրդի կողմից եւ շատ ավելի մեծ ուշադրություն է լինելու եւ բոլորս էլ հասկանում ենք, որ ինչ լավ պիտի լիներ մեր առաջի համարի տեխնազուն վերջի շաբաթը, վերջի օրերին լիներ Պետրոս Ղազարյանի հյուր, բայց ինչպես հասկանում ենք, գիտենք ում հետ գործ ունենք, գործող իշխանությունները բնականաբար մտածել են եւ հասկացել են, այսինքն ունեն որոշում բոլոր ուղղություններով ինչպես վնաս հասցնեն մեր նման ուժին եւ նրանք որոշել են այս առաջիկա, այսինքն նախընտրական օրերի առաջի օրերին դա անել, խնդրեմ, մենք ուրիշ բան չենք կարող մերժել, անպայման պիտի օգտագործենք այս հնարավորությունը, բայց ինչպես տեսնում եք, նրանք ամեն ցև փորձելու են խանգարել վնաս հասցնելու մեր նման ուժին։ Մենք դա հասկանում ենք եւ առաջիկա ժամանակներում դրանք տարբեր հնարքների են դիմելու վնաս հասցնելու իմաստով։ Մենք դա վնասները ստանալով հանդերձ մենք մեր պայքարը պիտի շարունակենք եւ վստահաբար, եթե կարողանանք մեր ներուժը մեկտեղենք ճիշտ ուղղությամբ այս ժամանակափուլին, մենք անպայման հասնելու ենք մեր նպատակին։ Նորից եմ ուզում հիշեցնել եւ նաեւ գոհորդորեի, քանի որ կարևոր է Պետրոսի մոտ լինելու հանգամանքը, մեր հաջակիցներին բոլորին պիտի խնդրեի, որ առաջիկա ժամերին իրազեկեն սոցիալական ցանցերով, որ այս երեկո Գևորգ Կարապետյանը մեր ցուցակի առաջի համարը Պետրոս Ղազարյանի հյուրն է։ Այսով կոնե փորձենք լսարանը մեծացնել։
գոնե դիտումները ավելի մեծ լինի, քան իրենք սպասում էին։ Երկրորդ հայտարարությունը վերաբերում է վաղվա մեր մարզային այցերին, ուրեմն վաղը Գևորգ Կարապետյանի գլխավորած խումբը դեպի Շիրակ է մեկնելու, այցելելով եւ Աշտարակ, եւ Աբարան, եւ Արտիկ, հետո Գյումրի։ Ես նրանց պետք է միանամ Գյումրիում, այստեղ գյումրեցիներին թիմելով ուզում եմ տեղեկացնել, որ վաղը ժամը 6-ին երեկոյան նաև ես, մեր խմբի հետ նաև ես եմ լինելու Գյումրիում, ուրեմն ժամը 6-ին Վարդանանց հրապարակ ամենափրկիչ եկեղեցու մոտ, Վարդանանց հրապարակ ամենափրկիչ եկեղեցու մոտ երեկոյան ժամը 6-ին, երեկոյան ժամը 18:00։ Այնտեղ մեզ կդիմավորեն մեր աջակիցները, մենք կսպասենք նաև մեր ժողովուրդը, ովքեր ցանկություն ունեն շփվելու մեր հետ, խնդրեմ, այդ վայրում կարող ենք շփվել եւ հետո միասին ջեմենք Գյումրի մարտաշատ վայրերով, շփվելով ժողովրդի հետ, իրազեկելով մեր ժողովրդին, որ մենք մասնակցում ենք այս ընտրություններին եւ մեր ժողովուրդը ունի ընտրության հնարավորություն։ Բնականաբար մեր առաջարկը ընտրել բևերին, ընտրել համար 8-ին։ Այսօր այսքանը, շնորհակալություն։